Պարոն Պողոսյան, մենք տեսանք Ալիևի հայտարարությունը, որով փաստացի տարածքային նկրտումներ է դրսևորվում Հայաստանի նկատմամբ, ու մենք նաև տեսանք Նիկոլ Փաշինյանի արձագանքը, ազգային ժողովի նախագահի արձագանքը, որ թե իբր դա ներքին լսարանի համար է, պաշտպանության նախարարը ով առհասարակ կարծես թե Ալիևի հայտարարությունը չէր լսել, արդյոք սա խոսում է, որ այդ խաղաղության գործընթացը, ինչպես ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, կա եւ արդյոք մեր հասարակությունը չպիտի սկսի մտածել, որ ի վերջո այս ամեն ինչը կեղծ է, այս ամեն ինչը ի վերջո խաղաղության նարատիվների մեջ չի մտնում։ Ի սկզբանե, երբ որ սկսվեց այսպես կոչված խաղաղության գործընթացը եւ այն հատկապես Հայաստանի ժողովրդին սկսեց ներկայացվել որպես լավագույն քաղաքական պրոդուկտ, մենք խոսում ենք բարբերաբար, որ խաղաղության գործընթացը այդպես չի սկսվում։ Իրական խաղաղության գործընթացը ունի այլ շերտեր, այլ նպատակադրումներ եւ գործողությունների բոլորովին այլ տրամաբանություն, քան կա այս գործընթացի մեջ։ Այս գործընթացը ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ սա գործընթաց է ոչ թե ժողովուրդների միջև, այլ սա գործընթաց է իշխող էլիտաների միջև։ Եթե պայմանական գործընթացի անունը դնենք խաղաղություն, ապա այս խաղաղությունը իշխող էլիտաների միջև խաղաղության գործընթաց է եւ ոչ թե ժողովուրդների եւ պետությունների միջև։ Եվ այն պահին, երբ որ իշխող էլիտաների մեջ կփոխվի վարքաբանական կամ քաղաքական որևէ մոտեցում, այլ քաղաքական առաջնահերթություն, մենք կտեսնենք այդ այսպես կոչված խաղաղության գործընթացի տապալումը։ Ինչու, որովհետև սա ի սկզբանե չդարձավ ժողովուրդների միջև երկխոսությամբ հասցված խաղաղություն։ Ժողովուրդները ինչպես ատել են միմյանց, այնպես շարունակելու են ատել։ Եվ Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց են տալիս, թե իրենք ինչ նպատակադրում ունեն։ Սա եկեք անվանենք ժամանակավոր հրադադար։ Այս խաղաղության գործընթացը իրականում ժամանակավոր հրադադար է, որտեղ շահեր ունեն ոչ թե ուղղակի ժողովուրդները, այլ որտեղ շահեր ունեն իշխող էլիտաները Ադրբեջանում, Հայաստանում, Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում, բայց ժողովուրդների միջև խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Ինչու հնարավոր չէ։ Որովհետեւ նմանատիպ դեպքերում նախ սկսվում է հանրային երկխոսության կամ հանրային երկխոսությամբ խաղաղության նարատիվի գեներացիա։ Հակառակը երբեք չի լինում, որ էլիտաները միասին երկխոսեն, հետո նոր գան ժողովուրդներին ասեն մենք բարեկամացել ենք, հիմա ձեր հերթն է, այդպես չի լինում երբեք։ Իսկ այդ հասարակության ներկայացուցիչները, որ գնում գալիս են դրանով փորձ չեն անում, ստեղծել այդ ապավորությունը։ Սա տեսեք, շատ տեղին հարց է։ Հասարակության ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Ովքեր են այս մարդիկ։ Արդյոք սրանք ներկայացնում են հասարակության լայն շերտերին։ Ոչ ադրբեջանական, ոչ հայկական հասարակությունները միաշերտ չեն։ Եթե միաշերտ լինեինք, բոլորս միևնույն գաղափարների, հայացքների, ապագայի եւ անցյալի նկատմամբ նույն վերաբերմունքի կրողները լինեինք, ապա սա նորմալ կլիներ, որ մի քանի պատահական մարդիկ կարող են ներկայացնել բոլորիս տեսակետը, նաեւ Ադրբեջանում, բայց ընտրված են մարդիկ, ովքեր թե Հայաստանից են որում, թե Ադրբեջանից, ովքեր իշխանությունների կցորդ կամ մերձիշխանական շրջանակից են, դուք այնտեղ պատահական մարդկանց չեք գտնի եւ չեք տեսնի։ Այստեղ մարդիկ են, որոնք առնվազն լոյալություն ունեն իրենց իշխանությունների նկատմամբ, թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Եվ մարդիկ են, ովքեր որևէ պարագայում հակառակ կարծիք չեն գեներացնում։ Օրինակ հարցեր չեն տալիս խաղաղության գործընթացի նկատմամբ, այդ գործընթացի իրականության հետ կապվածության կամ չկապվածության վերաբերյալ, իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության վերաբերյալ մարդիկ են, ովքեր մշտապես հայտնի են իշխանությունների նկատմամբ իրենց լոյալ վերաբերմունքով։ Հետևաբար այս մարդիկ չեն կարող ներկայացնել իմ կարծիքը, ձեր կարծիքը, այն մյուսի կարծիքը, ում կարծիքը տարբերվում է իշխանությունների պատկերացրած խաղաղությունից, Հայաստանի ապագայի տեսիլքից եւ ընդհանրապես տարածաշրջանում Հայաստանի տեղից եւ դիրքից։ Նույնը վերաբերվում է Ադրբեջանում։ Վաղը չէ մյուս օրը, երբ որ Ադրբեջանում կփոխվի իշխանություն, դուք կտեսնեք, թե ինչպես են փոխվում այն նարատիվները, որոնք այսօր կան։ Պարոն Պողոսյան, իշխանությունն էլ կարող է հատկադարձել ասել, տեսեք, մենք էլ տնտեսական ինչ-որ
նորություններ ենք բերում, այ օրինակ այսօր արդեն Ցորեն է մտել Հայաստան։ Տեսեք, նախ Ցորենի ներմուծումը Հայաստան մենք ունեցել ենք մոտ 30 եւ ավելի տարի որոշակի երթուղի եւ Ցորենի ճգնաժամ Հայաստանում կամ բարենային անվտանգության ճգնաժամ հատկապես հացահատիկի մասով գոնե թե վերջին 20 տարիներին մենք երբեք չենք ունեցել եւ սա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում հնարավոր չէ Ավելին ասեմ, Հայաստանի իշխանությունները ի պատասխան իբրև թե Ադրբեջանի կողմից այս վերաբերմունքի, որը իբրև թե թույլ տվեց տարանցել ղարաբաղական Ցորենը Ադրբեջանի տարածքում, հիմա խոսում արդեն ռուսական Ցորենի մասին, առաջարկեցին ինչ-որ երթուղի, ինչու չհամաձայնվեց կամ չընդունեց Ադրբեջանը, նույնիսկ չարձագանքեց այդ երթուղուն։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանի գործողությունները քաղաքական նպատակ եւ ենթատեքստ ունեցող գործողություններ են, որոնք տնտեսության մասին չեն։ Հայաստանի իշխանությունների գործողությունները, խոսքերը, քաղաքական խոսույթը ոչ թե տնտեսության մասին են նույնիսկ, ոչ թե քաղաքականության մասին է, այլ սեփական գործողությունները արդարացնելուն են ուղղված։ Այդ տեսեք, սիրելի ժողովուրդ, մենք բերեցինք Ցորեն։ Սիրելի ժողովուրդը Ցորենի խնդիր երբեք չի ունեցել։ Այլ հարց է, որ այսօր իշխանությունները Հայաստանի Հանրապետության բարենային անվտանգության հարցը դարձրել են այնպիսին, որ կարող է ինչ-որ մի օր սա դառնալ խնդիր։ Ինչու՞, որտեղ ժամանակին մենք Ցորենի հսկայական մասնաբաժին ստանում ենք Արցախից։ Այլ հարց, Ադրբեջանը եւ Թուրքիան հստակ հայտարարել են եւ ցավոք սրտի նաեւ Հայաստանի իշխանություններն են խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխկապակցվածության անհրաժեշտության մասին։ Սա ներկայացնելով իբրև թե մեծագույն ձեռքբերում խաղաղության ճանապարհին։ Այն պարագայում, երբ որ փոխկապակցվածություն ասելով Ադրբեջանում եւ Թուրքիայում հասկանում են բոլորովին այլ բան։ Հայաստանի Հանրապետության տնտեսական ենթակառուցվածքային արտերիաները կապել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նպաստել Հայաստանի հարաբերությունների վատթարացումը Վրաստանի հետ, որպեսզի Վրաստանը չդառնա հուսալի ճանապարհ։ Նմանակերպ նաեւ Իրանի հետ եւ ձևավորել այնպիսի տարածաշրջանային կոնֆիգուրացիա, որպիսի պայմաններում Հայաստանի տնտեսական շնչափողը կամ զարկերակը գտնվի Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքում, նաեւ էներգետիկ։ Եվ այն պահին, երբ որ Հայաստանում կլինի ընդդիմադիր ձայն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ իրավունքների մասին եւ այլն, այդ պահին այդ տնտեսական արտերիաների, կոմունիկացիոն արտերիաների, էներգետիկ արտերիաների միջոցով ուղղակի կլռեցնեն ցանկացած ձայն Հայաստան։ Սա Ադրբեջանի գոնե թե միջնաժամկետ հեռանկարում իր արժեվ դրված նպատակն է, որի մասին չեն թաքցնում եւ երբևէ չեն թաքցրել։ Փաշինյանը կարծես թե երեք իր խոսքում նկատվեց այն, որ ինքը հետքալ չի համարում Ալիևի հայտարարությունը խաղաղության գործընթացից, ել չասեմ, որ արդարացրեց հաստատի այդ ելույթը Սևանի հետ կապված, որը ներկայացնում էր իբրև ադրբեջանական, բայց ահա այդ նույն Փաշինյանի արտաքին գործերի նախարարը մի այսպիսի հայտարարություն արեց, որ դա ամենևին էլ կառուցողական չէ եւ չի տեղավորվում խաղաղության գործընթացի նարատիվների մեջ։ Միջև դուք ևս նկատում եք այդ հակադիր կարծիքները Փաշինյանի ու նրա արտգործնախարարի միջև, ու սա իրական է, թե գուցե նաեւ կեղծ է։ Ես ձեզ վստահեցնում եմ, վաղը չէ մյուս օրը նույն արտգործնախարարը կկրկնի Փաշինյանի խոսքերը եւ ներողություն կխնդրի նախկինում արած արտահայտության համար։ Ինչու՞։ Որովհետեւ Փաշինյանը այսօր վերածվել է Հայաստանում միայնցնի ավտոկրատի, ում կարծիքը չկիսել նշանակում է հրաժարվել պաշտոնից, զբաղեցրած դիրքից եւ մի անգամ չի որ նա դրա մասին հայտարարել է։ Այ հիշում եք հայտնի հայտարարություն, թե ով որ համաձայն չէ, թող դիմում գրի, թե չէ ես կհեռացնեմ։ Հետևաբար հույս ունենալ, որ կարող է ձևավորվել հակադիր մոտեցումներ, ես այդ հույսը չունեմ։ Այլ բան է, որ իրականության մեջ Փաշինյանը ցավոք սրտի վերածվել է Հայաստանում Ալիևի հակահայկական հայտարարությունները մեղմացնող սրբագրող մարդու, ով ամեն կերպ փորձում է արդարացնել, բայց այստեղ խնդիրը Ալիևին արդարացնելու մեջ չէ, խնդիրը սեփական քաղաքականությունը արդարացնելու մեջ է, որովհետև Ալիևը ամեն օր ցույց է տալիս, որ սին են խաղաղության մասին Հայաստանի իշխանությունների ցնծագին հայտարարությունները,
որ Ադրբեջանը ունի հստակ նպատակ եւ հետևում է իր նպատակին, որը ուղղակի նպատակ չի, ռազմավարական ծրագիր է։ Եվ առնվազն 2021 թվականից մենք տեսնում ենք իր այդ ծրագրի հետևողական իրականացումը փուլային տարբերակով։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված եք մասնավորապես ասում։ Ոչ միայն։ Այդ տեսեք 21 թվականից հետո Ալիևը պարբերաբար իր հարցազրույցներում նշում էր, թե ինչ նպատակներ ունեն։ Առաջին էտապում Արցախի ամբողջական կլանումներ, հաջորդիվ արդեն Հայաստանից տարածքային պահանջներն էին, անկլավների տեսքով եւ այլն, հաջորդիվ արդեն ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացներ, հաջորդիվ արդեն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխման պահանջն է, հաջորդիվ արդեն միջանցքի խնդիրն է, որը այսօր էլ իրենք հենց ադրբեջանցի փորձագետները նույնիսկ հայտարարում են, որ այն Ադրբեջանի համար պարզապես ենթակառուցվածքային ճանապարհ չէ, եւ Ադրբեջանում ընկալումը այսպես կոչված թրիփի կամ Զանգեզուրյան միջանցքի մասին բոլորովին այլ է։ Ընդ որում Ադրբեջանում չեն նույնացնում թրիփը եւ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, թրիփը համարելով այդ միջանցքի միայն մի բաղադրիչ։ Պարոն Պողոսյան, հիմա եթե ամենևին էլ Միրզոյանի եւ Փաշինյանի կարծիքները հակադիր չեն, այլ ուղղակի առաջին տպավորություն են զգում։ Ես կարծում եմ այդ հակադրությունը կա, որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ դա եւ վստահ եմ նույնիսկ Փաշինյանն է հասկանում, որ դա ուղիղ Հայաստանի Հանրապետության նկատմամբ այս պահին վերբալ մակարդակում ձևավորվող պահանջներ են կամ այդ պահանջների լեգիտիմացումն է վերբալ մակարդակում, որը ապագայում տրանսֆորմացվելու է, ինչպես որ եղել է մինչ այսօր, որը ապագայում տրանսֆորմացվելու է վերափոխվելով այլ ձևի պահանջներ, արդեն գործնական դաշտում, իրավական պահանջների եւ այլն եւ այլն։ Փաշինյանի խնդիրը ընդամենը այս պահին սրբագրելն է այն հաշվարկով, որ իր իշխանության դիրքերը չեն սասան, որովհետև այս իշխանության համար միակ վերջին հաղթաթուղթը մնացել է այսպես կոչված խաղաղության նարատիվը։ Ընդ որում, եթե նկատել եք արդեն իսկ նախընտրական ամբողջ քարոզչությունը հիմնված է երկու հակադրության վրա։ Մենք խաղաղություն ենք բերում, եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու։ Սա իրենց միակ ու վերջին հաղթաթուղթն է եւ պատկերացրեք, եթե սա էլ այդ թղթե տնակի նման փլուզվի, ինչ կմնա այս իշխանությունից։ Եվ մի վերջին հարցը, իրական խաղաղությունից խոսեցիք, կխնդրեմ համառոտ ներկայացնել, իսկ այ ո՞րն է այդ իրական խաղաղությունը, որ նաեւ մարդիկ հասկանան, էլի, որ Փաշինյանը այսակեղծն է, իրական խաղաղությունը նա է։ Ուժային բալանս, այլ ուրիշ ինչ գործոններ։ Տեսեք, ցավոք սրտի մենք երբ որ անընդհատ խոսում ենք ուժային բալանսից, սա արդեն դարձել է չարչրկված, հա։ Երբ որ հիմա խոսում ենք, որ պետքա վերականգնել ուժային բալանսը, մարդիկ ասում են, հա դե վերականգնեցինք, բա հետո։ Ուժային բալանսը միայն ռազմական պոտենցիալը չէ։ Ուժային բալանսը քաղաքական պոտենցիալն է, դիվանագիտական պոտենցիալն է։ Քաղաքական պոտենցիալը ուժային բալանսը ինչպես է ձևավորվում։ Ձևավորվում է ներքին լեգիտիմության վրա։ Ներքին լեգիտիմությունը դա հանրային համերաշխությունն է Հայաստանի ապագայի նկատմամբ։ Որտեւ երբ որ մենք այսօր բաժանված ենք տարբեր խմբերի, ներհասարակական լրջագույն կոնֆլիկտների առաջ կանգնած, հնարավոր չէ այս պարագայում ձևավորել որևէ իշխանության լեգիտիմություն առանց ներքին հանրային համերաշխության։ Սա քաղաքական բալանսի վերականգնման կարևորագույն հենքերից մեկն է։ Հաջորդը տնտեսական բալանսը։ Առանց տնտեսական բալանսի հնարավոր չէ պատկերացնել քաղաքական, դիվանագիտական, ռազմական բալանսի վերականգնման մասին, որովհետև տնտեսական բալանսը այն հենքն է, արդեն գործնական եւ կիրառական դաշտում, որը քեզ հնարավորություն է տալիս քո ուժը ամբողջականացնելու։ Հաջորդիվ արդեն դաշնակիցներն են։ Մենք որպես պետություն ինչ ուղղություն ենք վերցնում, այն որ խոսում են, թե Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բազմակողմ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, դա ընդամենը ծխած ասկույթ է։ Հայաստանի Հանրապետությունը այսօր միայն խոսքերով է որդեգրել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, բայց սա էլ մի կողմ։ Երբ որ խոսում ենք բալանսի վերականգնման մասին, սա նաև արդարության մթնոլորտի վերականգնումն է, որտեղ առանց արդարության մթնոլորտի եւ առանց պետության տեսիլքի հնարավոր չէ խոսել բալանսի կամ հավասարակշռության վերականգնման մասին։